Մեկ հանդիպումը Հիսուսի հետ կարող է փոխել մեր կյանքը ամբողջությամբ, խաղաղություն մեզ։ Այսօր ուզում եմ խոսել, թե ինչպես Զաքեոսը հանդիպեց Հիսուսի հետ եւ նրա կյանքը փոխվեց արմատապես եւ լիարժեք։ Ընթերցեմ Ղուկասի ավետարան 19-րդ գլխի առաջին համարից։ Մի օր Հիսուսը Երիքովի մեջից էր անցնում։ Հիշենք ինչ քաղաք էր Երիքովը։ Հեսուի գիրքը պատմում է, որ Աստծո զորությամբ Երիքովի բարձր անհաղթահարելի պարիսպները վայր ընկան։ Եվ դրանից հետո Հեսուն հռչակեց, որ այն մարդը, ով փորձի իր զավակների հետ միասին այդ քաղաքի հիմքերը նորից դնել, այդ քաղաքի պարիսպները կանգնեցնել ու դրան դռներ դնել, նա Տիրոջ առջև անիծյալ լինի։ Սա ասված է Հեսու 6-րդ գլխի 26-րդ խոսքում։ Գրվածքներին նայելով հասկանում ենք, որ Երիքովը հռչակված էր անեծքի քաղաք։ Անեծքը օրհնության բացակայությունն է։ Անեծքը օրհնության հակառակ կողմն է ցույց տալիս։ Իսկ ինչ է օրհնությունը։ Օրհնությունը իհարկե գալիս է Աստծոց։ Աստծո ներկայությունից եկող բարիքներն ու բարությունը ուղղված մեզ օրհնություն են մեզ համար։ Աստծո սերը, Աստծո շնորհալիությունը ուղղված մեզ հենց սա է իրական օրհնությունը մեզ համար։ Բայց Երիքովը հոգևոր առումով ցույց էր տալիս մի քաղաք, որը զրկված էր այս ամենից։ Եվ հիմա Ղուկասը պատմում է, որ օրերից մի օր Հիսուսը անցնում էր Երիքովի միջով։ Շարունակեմ հաջորդ խոսքը երկրորդ համարը կարդալ։ Ահա մի մարդ, Զաքեոս անունով, որ մաքսապետ ու հարուստ էր, ուզում էր տեսնել ով է Հիսուսը։ Բազմությունից չէր կարող, քանի որ հասակով կարճ էր։ Երբ որ Հիսուսը անցնում էր Երիքովի միջով, նրան շրջապատում էին շատ մարդիկ, բայց այս բազմության հետ մեկտեղ կար մեկ մարդ, ում ավետարանը առանձնացնում է։ Նրա անունն էր Զաքեոս։ Եվ Ղուկասը նկարագրում է ով էր նա։ Նա մաքսապետ էր, բարձր պաշտոնյա եւ հարուստ մարդ։ Եվ հիմա ասված է, որ այս մարդը ուզում էր Հիսուսին տեսնել։ Նա լսել էր իհարկե Հիսուսի մասին։ Նա լսել էր ինչպես է նա հրաշքներ գործում, ինչպես է նա Երիքով մտնելիս կույրին տեսություն շնորհել։ Եվ հիմա այս մարդը մի խորը ցանկություն ուներ իր սրտում։ Ես ուզում եմ Հիսուսին տեսնել։ Իհարկե մինչ այսօրը նա ապրել էր մեղավոր կյանքով, Աստծուն անհաճելի կյանքով, բայց այդ օրը նա իր ներսում մի ցանկություն տեսավ։ Ես ուզում եմ հանդիպել Հիսուսին։ Ես ուզում եմ տեսնել Հիսուսին։ Ու երբ որ փորձում էր տեսնել Հիսուսին, ասված է, որ բազմության պատճառով չէր կարողանում։ Ինչու՞, որովհետև հասակով կարճ էր։ Եկեք հոգևոր նայենք այս իրավիճակին, որ հոգևոր առումով մենք էլ կարող ենք բարձրահասակ չլինել ու կարող ենք Հիսուսին չտեսնել։ Միգուցե լսել ենք Հիսուսի մասին, քարոզներ ենք լսել, ուսուցումներ ենք լսել, բայց երբ որ ուզում ենք անձամբ Հիսուսին տեսնել, ինչ որ բան մեզ խանգարում է։ Ինչպես այդ օրը բազմությունն էր խանգարում Հիսուսին տեսնել Զաքեոսին։ Բազմությունը, որը ունի տարակարծիք բնույթ։ Բազմությունը, որը շատ մարդիկ են տարբեր մտածելակերպերով, տարբեր կարծիքներով, տարբեր կյանքին մոտեցումներով, եւ բազմությունը խանգարում էր Զաքեոսին տեսնել Հիսուսին։ Այսօր մեզ էլ հնարավոր է բազմության պատճառով չկարողանանք տեսնել Հիսուսին։ Ինչ արեց Զաքեոսը։ Նա կանգ չառավ։ Նա որոշում կայացրեց, ինչ էլ որ լինի, այսօր ես պիտի տեսնեմ Հիսուսին։ Եվ նա առաջ անցավ ամբոխից։ Ճանապարհով որ գնում էր Հիսուսը բազմությամբ շրջապատված, նա շրջանցեց այդ բազմությանը եւ առաջ գնաց ու ասված է, որ 4-րդ համարում ուստի առաջ վազեց ու ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, քանի որ այնտեղից պիտի անցներ։ Շրջանցելուց հետո նա տեսավ, որ կա մի ժանտաթզենի, եւ նա որոշեց, որ կբարձրանամ այս ծառը, որ բարձունքից տեսնեմ Հիսուսին։ Նայեցի, ուսումնասիրեցի եւ նկատեցի, որ ժանտաթզենին սովորական թզենուց տարբերվում է իր անհարթ մակերեսով։ Վարդի նման փշեր ունի մակերեսին եւ շատ դժվար է դրա վրա բարձրանալը, բայց Զաքեոսը կանգ չառավ։
նա սկսեց բարձրանալ։ Ու սա հեշտ չէր նրա համար։ Նա փոքր երեխա չէր, արդեն հասակով տարեց մարդ, եւ ծառ բարձրանալը շատ դժվար էր նրա համար։ Ու երբ որ բարձրանում էր, փշերը բռնում էին հագուստը։ Միգուցե պատրվում էր հագուստը, միգուցե քերվում, ցավում ձեռքերն ու ոտքերը։ Բացի դա, մարդիկ լավ ճանաչում էին նրան ու կարող է նայեին նրա կողմը եւ իրար հետ սկսեին շշնջալ ու խոսել։ Սա հայտնի Զաքեոսը չէ, սա մեր Մաքսապետը չէ, այն հարուստ ունևոր ազդեցիկ մարդը։ Բայց Զաքեոսը այդ շշնջոցների առաջ կանգ չառավ։ Նա պատրաստ էր գին վճարել։ Ինչ էլ որ խոսեն մարդիկ իրար մեջ իմ մասին, անգամ բամբասեն, ծաղրեն ինձ ոչինչ չի հետաքրքրում, ես ուզում եմ Հիսուսին տեսնել։ Ես կգնամ մինչև վերջ, սա էր նրա որոշումը, ու այդպես նա մագլցեց ծառի վրա։ Ինչ լավ օրինակ է մեզ համար։ Այո, արդյոք մենք պատրաստ ենք Հիսուսին տեսնելու համար մի կողմ դնել մարդկանց կարծիքները, մի կողմ դնել մարդկանց բամբասանքները, մի կողմ դնել մարդկանց անգամ ծաղրանքները։ Չէ որ նա ազդեցիկ մարդ լինելով կարող էր հեղինակազրկվել, չէ որ կարող էին շատերը խոսել ու ասել. տեսնում եք ինչ է անում նա, բայց դա չկանգնեցրեց Զաքեոսին, եւ նա մագլցեց ծառի վրա եւ սպասում էր իր պահին։ Ու ասված է 5-րդ խոսքում. երբ Հիսուսը այնտեղ եկավ, վեր նայելով նրան տեսավ ու ասեց նրան. Զաքեոս, շուտ արա, այդտեղից վար իջիր, քանի որ այսօր քո տունդ պիտի կենամ։ Նա էլ շտապելով վար իջավ եւ ուրախությամբ ընդունեց նրան։ Հիսուսը տեսնելով նրան կանգ առավ։ Այո, Աստծո որդին կանգ է առնում, երբ որ տեսնում է, որ մարդիկ գին են վճարել իրեն տեսնելու համար։ Տեր Հիսուսը այդպիսի բնավորություն ունի, նա չի կարող ուղղակի անցնել ու գնալ։ Եթե մենք էլ Զաքեոսի նման գին վճարենք, մեր անունը, մեր հեղինակությունը մի կողմ դնելով, փափագենք Հիսուսին տեսնել, Տերը մեր համար էլ կանգ կառնի։ Տերը մեզ հետ էլ հանդիպում կունենա։ Ու ինչ ասեց Հիսուսը նրան. Զաքեոս, վար իջիր, շտապիր, այսօր քո տանն եմ կենալու, այսօր քո տան մեջ եմ իջևան անելու, այսօր քեզ հետ ժամանակ եմ անցկացնելու քո տան մեջ։ Զաքեոսը ուրախ էր։ Կարծես ամբողջ աշխարհը տվել էին նրան։ Նա ներքև իջավ եւ ինչ արեց, Տիրոջը ընդունեց։ Այսինքն Հիսուսին առաջնորդեց իր տուն եւ հյուրընկալեց։ Կարդամ շարունակությունը։ Զաքեոսը կանգնեց ու ասեց Տիրոջը. 8-րդ խոսքն եմ կարդում. Տեր, ահա իմ ունեցածից կեսը աղքատներին կտամ։ Ու եթե զրպարտության մեկին զրկանք եմ արել, 4 պատիկը պիտի հատուցեմ նրան։ Զաքեոսը ընդունեց Հիսուսին իր տան մեջ, եւ երբ որ արդեն հյուրընկալել էր, երբ որ Հիսուս Աստծո որդին նրա տան մեջ էր, ամեն բան փոխվեց նրա կյանքում։ Այս հանդիպումից հետո նա այլևս նույնը չմնաց։ Կանգնեց եւ հայտարարություն արեց. Տեր, իմ ունեցածի կեսը ուզում եմ բաժանել աղքատներին։ Ու եթե ինչ-որ մեկին զրկանք եմ արել, 4 պատիկը ուզում եմ հատուցել այդ մարդուն։ Զարմանալի հայտարարություն։ Ինչու այսպես նա վարվեց։ Որովհետև փոխվել էր նրա կյանքը, փոխվեց նրա մտածելակերպը, փոխվեց նրա սիրտը, փոխվեց կյանքի նկատմամբ նրա մոտեցումը։ Եվ Հիսուսն ինչ է ասում նրան։ Ասում է 9-րդ համարում. այսօր այս տանը փրկություն եղավ, քանի որ սա էլ Աբրահամի որդի է, քանի որ մարդու որդին եկավ, որպեսզի կորածին փնտրի ու փրկի։ Այս տանը այսօր փրկություն եղավ, ասեց Հիսուսը։ Երբ է գալիս փրկությունը, երբ որ Հիսուսն է գալիս։ Այո, Հիսուսն է փրկիչը։ Եվ Տեր Հիսուսը հայտարարեց. այսօր այս տանը փրկություն եղավ։ Սա էլ է Աբրահամի որդի։ Ինչ էր ուզում ասել Հիսուսը սրանով։ Ինչպես որ Աստված ուխտ արեց Աբրահամի հետ եւ խոստում տվեց, որ այս խոստումը քեզ ու քո սերունդիդ եմ տալիս։ Քեզանից հետո եղողների հետ էլ այս ուխտը իմ կպահեմ։
Եվ Տերն ասում է, որ սա էլ է Աբրահամի որդի։ Որովհետև Աբրահամը ասված է հավատաց Աստծուն, եւ այս հավատքը արդարություն համարվեց նրան։ Եվ Հակոբոսը պատմում է 3-րդ գլխում ու ասում, որ այո, Աբրահամը հավատաց Աստծուն, սա իրեն արդարություն կոչվեց եւ նա Աստծո բարեկամը կոչվեց։ Ինչու՞։ Որովհետև Աստծո խոսքի համաձայն որոշեց իր մեկ հատիկ որդին զոհ մատուցել Աստծո առջև։ Եվ Հակոբոսը շեշտում է, որ Աբրահամը ոչ թե զուտ հավատալով միայն արդարացավ, այլ հավատալով եւ հավատքի գործ գործելով արդարացավ Տիրոջ առջև իր որդուն զոհ մատուցելով։ Այո, սա էլ է Աբրահամի որդի։ Ինչու՞։ Որովհետև հավատաց Զաքեոսը այդ օրը Տեր Հիսուսին եւ այս հավատքով ինչ արեց։ Իր զոհը մատուցեց։ Ասաց, որ իմ ունեցածի կեսը կբաժանեմ աղքատներին եւ ում որ զրպարտությամբ կողոպտել եմ 4 պատիկը կհատուցեմ։ Զաքեոսը հավատքի գործ գործեց այդ օրը եւ նա հավատալով գործեց եւ արդարացավ եւ Տեր Հիսուսն ասաց եւ փրկությունը ժառանգեց եւ Աբրահամի որդի կոչվեց։ 7-րդ խոսքը ես առաջ էի անցել եւ չէի ընթերցել, երբ Տեր Հիսուսն ասեց իջիր, այսօր քո տանը պիտի կենամ։ Շատ մարդիկ այդ օրը, երբ տեսան բազմության մեջից, ինչ էին անում։ Ամենքն էլ տեսան ու տրտնջում ու ասում էին. «Մեղավոր մարդու մոտ է իջևան անելու»։ Ժողովուրդը տրտնջում էր։ Ժողովուրդը բողոքի ձայն էր բարձրացրել։ Ինչու է Հիսուսը կամենում այս մեղավոր մարդու տանը կենալ, բայց ինչ պատասխանեց Հիսուսը վերջում։ Սա Աբրահամի որդի է, որովհետև մարդու որդին ինչ անելու եկավ։ Եկավ կորածին փնտրի, գտնի ու ապրեսնի, փրկի։ Այդ օրը նա փրկվեց, այդ օրը նրա կյանքը փոխվեց, այդ օրը նա երկինքը ժառանգեց։ Թանկագիններս, մենք էլ երբ հանդիպենք Հիսուսին, երբ հափաղ ունենանք ու հանդիպենք Հիսուսին, մեր կյանքը կփոխվի կատարելապես։ Հիսուսը մեզ համար էլ կասի. սա Աբրահամի որդի է։ Նա ժառանգեց փրկությունը, նա ժառանգեց երկնքի արքայությունը։ Լինենք օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։